19-րդ դարում նա ամենագեղեցիկ կինն էր, որից մերժում ստանալուց հետո 13 տղամարդ ինքնասպանություն գործեց։ Իրանուհի Զարա Կանոնը, առավել հայտնի որպես արքայադուստր Կայա, Պարսկաստանի թագավոր Նասիր ալ-Դին Շահի դուստրն էր, հայտնի էր որպես ֆեմինիստ, ինչպես նաև համարվում էր գեղեցկության խորհրդանիշ Իրանում։ Այն ժամանակ մի փոքր գեր կանայք բազգույնի բեղերով համարվում են գեղեցկության եւ կատարելության մարմնավորում։ 19-րդ դարում նրա ձեռքը խնդրել էին 105 ազնվականներ եւ 13-ը ինքնասպանություն էին գործել մերժում ստանալուց հետո։ Արքայադուստրն ուներ 4 զավակ, 2 դուստր եւ 2 որդի։ Առաջին հայացքից Զարայի լուսանկարները կարող են ցնցող թվալ, քանի որ նա հայտնի էր որպես իրական գեղեցկության խորհրդանիշ, սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանում, հատկապես այն ժամանակ, գոյություն ուներ այլ մշակույթ, որտեղ Զարա Կանոնը գեղեցկության իդեալ էր եւ նրան շատերը փորձում էին նմանվել։ Ժամանակի ընթացքում այնինչ նախկինում գեղեցիկ էր համարվում, այժմ կարող է այլ կերպ ընկալվել։ Զարա Կանոնը մնում է հետաքրքիր օրինակ այն բանի, թե ինչպես են գեղեցկության ստանդարտները փոփոխվում տարբեր դարերում եւ հասարակություններում։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։